Բարի երեկո Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։ Բարի երեկո պարոն Եղոյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Պարոն Եղոյան, Երևանը հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, այս օրերին միջազգային մամուլի գլխագրերում Հայաստանն էր, տարբեր թեմաներով քննարկումներ։ Եթե ընդհանրացնենք այս օրերին տեղի ունեցած իրադարձությունները, Հայաստանից հնչած հայտարարությունները, ինչպես կբնորոշենք այս հանդիպումները եւ ինչ տվեց մեզ գործնականում։ Ինչ տվեց մեզ գործնականում։ Իմ դիտարկմամբ նախ եւ առաջ այս համաժողովը մեզ տվեց այն, որ մենք պետք է ավելի ու ավելի քիչ կենտրոնանանք ինչ տվեց մեզ հարցի վրա եւ նաեւ հարցնանք մեզ իսկ ինչ տվեցինք մենք, իսկ ինչ ներդրում ենք մենք ունենում եւ դիմացը ինչ ենք եւ հետո միայն արդեն լեգիտիմորեն, այսպես ասած, ասենք իսկ դիմացը ինչ ենք մենք ստանում։ Գիտեք ինչ եմ սրա վրա ես ուշադրություն դարձնում, որովհետեւ ես շատ նկատեցի, ասենք ցանցերում մարդիկ գիտեք վերցնում են հարցը պարզունակեցնում, հասցնում են շատ կենցաղային մակարդակի, հաճախ շատ բարդ հարցեր, միջազգային քաղաքականության հետ կապված, քաղաքական հոգեբանության, տնտեսական հարաբերությունների հետ կապված, ասում են այս գործողությունը, վաղը ես ինչ կտեսնեմ սրա հետ կապված, բայց այդ նույն հարցը իրենք էլ չէ օրինակ կարող են տալ։ Օրինակ կարող են ասել իսկ կներեք, որ Եվրոպական միության քաղաքացիները կարող են ասել մենք դժվար ժամանակներում օգնեցինք Հայաստանի Հանրապետությանը, մեր հարկերով Հայաստանի Հանրապետություն ուղարկեցինք դիտորդական առաքելություն։ Պատկերացրեք, հիմա Եվրոպական միության քաղաքացիները ասեն, իսկ ինչ տվեց դա մեզ։ Այսօր այդ հարցի պատասխանը հենց հնչեց եւ մի քանի առիթով հնչեց, մասնավորապես Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակներում այդ հարցը շատ շոշափվեց եւ հարցի պատասխանն այն է, որ Հայաստանը նաեւ օգնում է այս իրավիճակում Եվրոպական միությանը վերաիմաստավորել իր դերը տարածաշրջանում եւ աշխարհում այդ մասին շատ բաց խոսեց Ֆրանսիայի նախագահը, այսպես կամուրջ է դառնում Հայաստանը եւ Հարավային Կովկասը Եվրոպայի եւ Ասիայի ընդհանուր առմամբ եւ մասնավորաբար Միջին Ասիայի կամ Հեռավոր Ասիայի միջև սա որպես հարցի կարճ պատասխան, բայց հարցի երկար պատասխան, եթե ժամանակ ունենք, տվեց հարաբերությունների, ում հետ հարաբերությունները խորն էին առանցել բարձրացվեցին ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այդ մասին ավելի ում հետ հարաբերություն շատերը առաջին օրինակ նկատեք, գիտեք, հիմա Ֆրանսիայի նախագահը մի այսպիսի դիտարկում արեց, ասեց 8 տարի առաջ այսքան մարդ, այս մարդիկ, այսինքն ոչ թե խոսում է Ֆրանսիայի նախագահի մասին, այլ մյուս ներկաների մասին։ Ասես չէր լինի Հայաստան, չէր գա Հայաստան, մի անգամից էլի ընդդիմության բանը առաջապահ ջոկատները հարձակվեցին այդ խոսքի վրա, բայց եկեք նկատենք, օրինակ մենք արդեն սա մեր անկախության 35-րդ տարին է, առաջին անգամ էր այդ ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը այցելում Հայաստան։ Առաջին անգամ Մարգարեթ Թետչերը 90 թվականին մինչև ուրեմն անկախությունները այցելել հումանիտար առաքելությամբ, ոչ միջպետական առաքելությամբ։ Օրինակ Իտալիայի վարչապետը, եթե չեմ սխալվում, միգուցե առաջինը չի, այդ մասը չնայեցի, բայց էլի հաճախ չի լինում Հայաստանում մյուս պետությունների հետ, այսինքն ձևով իրենց հետ կային ուրեմն գործարարներ, մասնավորապես Ֆրանսիայի նախագահի հետ, պետական տարբեր գործակալությունների, ներդրումային այդ թվում գործակալությունների ներկայացուցիչներ, խոսքով հարաբերություններ են, որոնք զարգանում են եւ ընթացքում ստեղծում են արդյունք, որը ճշգրտորեն չես կարող այսօր նկարագրել, այլ դրանք հարաբերության արդյունք են լինում, արդյունք, որը առանց հարաբերության չի լինի, չէ՞, եթե ինչ-որ բան անում ես, արդյունքը կարող է լինել այսպիսին կամ այնպիսին, բայց եթե ոչինչ չես անում, ոչ մի արդյունք էլ չես ունենա։ Ռուսական կողմից հայտարարություններ հնչեցին, նաև իրենց մեդիա դաշտում 3 ամբողջ օրը քննարկվում էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են այն բանի, որ Հայաստանը իր ռազմավարական գործընկերությունը, այսպես ասած, փոփոխում է։ Եվ այս դե ինչի Հայաստանը մեկ ռազմավարական գործընկեր պետք է ունենա, կամ Հայաստանն է արդյոք, որ փոփոխում է ռազմավարական գործընկերության
բնույթը։ Մենք այդ մասին շատ ենք խոսել Մոսկվայում, էլ այդ մասին խոսակցություն եղավ, ցավոք սրտի այդպես ժամանակ ոնց որ չկա, որ ամբողջությամբ երկու ղեկավարները բացված այդ ավելի բացված խոսեին։ Մենք բազմիցս ենք խոսել այդ մասին, չէ՞։ Մենք խոսել ենք, չէ՞, 22 թվականի հարձակման մասին Հայաստանի դեմ։ Հիմա էլ Ֆրանսիայի նախագահի այցի կոնտեքստում այդ մասին շատ խոսվեց։ Մենք խոսել ենք, չէ՞, որ մենք դիմել ենք ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև Ռուսաստանի օգնությանը, բոլոր հնարավոր հոդվածներով, բոլոր հնարավոր պայմանագրերի։ Մենք խոսել ենք, չէ՞, այդ մասին։ Հիմա այդ թեման նորից բացելը ում է ձեռնտու։ Մենք էլի կարող ենք խոսել այդ թեմայի մասին, մենք խնդրեմ չունենք։ Եթե ուզում ենք կարող ենք շարունակել այս խոսակցությունը, բայց մենք չենք, որ նախաձեռնել ենք այն խնդիրները, որոնք այսօր կան այդ հարաբերություններում, դիմել ենք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա հարձակման ժամանակ եւ արձագանքը չի եղել այն, ինչը որ նախատեսվում էր երկկողմ եւ բազմակողմ նկատմամբ Հայաստան-Ռուսաստան եւ ՀԱՊԿ հիմնադիր բազմաթիվ ուրեմն պայմանագրերով, փաստաթղթերով, հռչակագրերով, բոլոր հնարավոր թղթերով։ Դրա մասին ենք խոսել։ Բայց ի հավելում են սրա։ Իսկ ով է ասել, որ ամեն պետություն մի ռազմավարական դաշնակից են ունենում։ Եվրոպական առաջնորդները Ուկրաինայի նախագահը կներեք, Ադրբեջանում էր Հայաստանից առաջ, նույնիսկ համատեղ դրոնների, չէ, եթե չեմ սխալվում, թերռորիզմական նշանակության 6 տարբեր փաստաթղթեր ստորագրվեց։ Արտադրություն հիմնելու ուրեմն մասին փաստաթուղթ ստորագրվեց։ Ես ինչ-որ չտեսա, որ այդ լրագրողները, այդ հաղորդավարները, որ փրփուրները բերանին խոսում են երեք Հայաստանի մասին, նույնը ասեին Ադրբեջանի մասին, վախենում են։ Պարոն Եղանյան, ես առաջարկում եմ առանձին հարցով քննարկենք, բայց տեսեք, օրինակ Զելենսկու այցն էլ առանձին բավականին շատ քննարկվեց, թե 3 թե այսօր։ Տեսեք, հարցադրումը որն է։ Վերջին 24 տարվա ընթացքում Ուկրաինայի նախագահը առաջին անգամ այցելում է Հայաստան։ Ձեր ընդդիմախոսներն ասում են, Հայաստան է այցելել նույն Զելենսկին, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շնորհավորում էր Ադրբեջանին։ Բայց երբ Լուկաշենկոն Հայաստանի մասին իր հայտնի հայտարարությունն արեց, վերջացնեմ իմ հարցը, երբ Լուկաշենկոն իր հայտնի հայտարարությունն արեց Հայաստանի մասին, ասել է, թե ում են պետք հայերը, որտեղ են գնալու եւ այլն, գիտեք այդ հայտարարությունը, այսօր Երևանի եւ Մինսկի հարաբերությունները գրեթե սառեցված են։ Բելարուսի նախագահը ասել է, որ իրենք միասին են պատրաստվել Ղարաբաղյան պատերազմին, խոսել են, քննարկել են, իրենք զենքեր են մատակարարել, ընդ որում դա հաստատված է ոչ թե Ուկրաինայի ֆոսֆորային զենքի նման չհաստատված, ինչ որ անանուն ռուսական աղբյուրից եկած Ուկրաինայի նախագահի կողմից հերքված այդ տեղեկությունն այլ հաստատված, ուրեմն Բելարուսը իրեն զենք է մատակարարել Ռուսաստանն էլ, Իսրայելն էլ, Թուրքիան էլ, էլի երկրներ կան, որ մատակարարել են, այսինքն շնորհավորանքի վերաբերյալ կներեք միակ պետությունն է, որ շնորհավորել է, իսկ մեզ բարեկամ ուրիշ պետություններ չեն շնորհավորել, անունները չտանք, թե տանք։ Բանից հասցեին ինչի այդ նույնը չեք ասում, կամ Ռուսաստանը ինչ որ նեյտրալ դիրքում է գտնվել Ղարաբաղի հետ կապված հարցում, որևէ հայտարարություն չեն արել, դիրքորոշում չեն հայտնել պատերազմի արդյունքներով։ Ինչ է ասել Ռուսաստանը։ Իրանք էլ ասել են, որ դե ինչ է Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը, որևէ խնդիր այդտեղ ինչ-որ մեկը տեսել է, այսինքն սա այդ է երկակի ստանդարտը։ Իսկ ով չի ճանաչել դա։ Իսկ ով է հակառակն ասել։ Կարող եք ինձ ասել։ Կա մի պետություն աշխարհում, այսինքն այն պետությունները ում հետ ըստ իրենց, որ մենք պիտի լավ հարաբերություններ ունենանք, իրանք հակառակն են ասել։ Ասել են չէ Ադրբեջանը վատ բան արել, այս ինչ վատ բան արեց, կամ լռել են, կամ Ադրբեջանի հետ հարաբերություն չեն զարգացրել, ամենևին բոլորն են իրանց պետական շահին են նայում եւ այդտեղ մենք ոչ թե պետքա ուղակի իրանց ասածը դա չի է, իրանց ասածը դա չի։ Իրանք ընդհանրապես տեսնում են, որ հիմա, այսինքն իրանք տեսնում են, որ Ռուսաստանը ոնց է վերաբերվել այդ այցին եւ կրկնում են նույնը, իրանց ասածը ոչ մի կապ չունի թե իրանց շնորհավորանք, եթե այդպես լիներ, այն մյուս շնորհավորածների մասին էլ նույնը պետք է ասեն, բայց քանի որ այն մյուս շնորհավորածները Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեն, այն մյուս շնորհավորածների մասին իրանք դա չեն ասում։ Էս է հարցը։ Ասենք զենքից են խոսում։ Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է եղել 2000-ից 2020 թվականները պաշտոնական թվեր են։
Դեր Սերժ Սարգսյանն չէ այդ մասին խոսում։ Հիշում եք Բորձուժային այն ժամանակ ասում նրանք էլ ասում էին դե ինչ անենք, եթե մենք չվաճառենք, ուրիշը կվաճառի, դա բիզնես է, ուշադրություն մի դարձեք, ավելի լավ մենք վաճառենք, որ հետո պահեստամասերն էլ մենք տանք, որ հսկողության տակ լինի, որ կոնֆլիկտը վերահսկողությունից դուրս չգա, հիշում եք այս բոլոր այս արդարացումները։ Այսինքն բա դա տեսեք մենք չենք ասում, չէ՞ դա։ Մենք դա չենք ասում։ Մենք այդ հարցը այսպես սառը վիճակում մի կողմ ենք դրել, բայց իրանք ինչ են իրենց իրավունք վերապահում, ինչ որ մեկին, ասենք, զենք մատակարարելու կամ ինչ որ մի իրանց ներքին հարաբերություններում ինչ որ մի խոսք այս կողմ կամ այն կողմ ասելու հետ կապված հարցը բերեն եւ փաթաթեն Հայաստանի վզին, ստիպելով Հայաստան, թե Հայաստանը ոնց պիտի հիմնվելով այն ասած այն մի խոսքի վրա այն մյուս պետության մասին կառուցի իր հարաբերությունը այդ պետության հետ։ Ո՞վ է այդպես անում, ոչ մեկ այդպես չի անում։ Պարոն Եղոյան, բավականին շատ քննարկվեց նաև Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որը իր խոսքում դիմելով եվրոպացի առաջնորդներին նշեց, որ ԵԽԽՎ-ն ու Եվրախորհրդանը հայամետ որոշումներ են կայացրել եւ ասաց, որ մայիսի 1-ից Ադրբեջանը խզում է Եվրախորհրդանի հետ բոլոր կապերը։ Սա առաջին հայացքից թվում է, թե դե ինչ Ադրբեջանի ինքնիշխան գործն է, իրենց հարաբերությունները եւ այլն, բայց եթե մյուս կողմից ենք նայում, ստացվում է, որ մենք այսօր Ադրբեջանի հետ հարաբերություններ ենք կարգավորում, բայց եւ նույն Եվրոպայում կան կառույցներ, որոնք հաշտ չեն, այսինքն օրինակ երբ Ադրբեջանում հայ գերիներ են պահվում եւ այլն։ Ինչպես եք վերաբերվում այս հարցին։ Բայց իսկ ով է ասել, որ մենք ենք հաշտ։ Իսկ ով է ասել, որ մենք այդ հարցերը չենք։ Ով է նման բան ասել։ Նման հարցեր բայց հարաբերություն կառուցելը հենց դրա համար է, որ այդ հարցերն են լուծվի։ Ուղղակի եվրոպական խորհրդարանը իր լեզվով է խոսում, իր դիրքից է խոսում, իր տեղից է խոսում եւ բառի բուն եւ փոխաբերական իմաստով իր բառապաշարով է խոսում եւ իր դիտանկյունից է հարցին նայում։ Հարցի լուծմանը միտված ջանքերի կոնտեքստում։ Մենք մեր դիտանկյունից ենք նայում։ Ուզում եք, որ Հայաստանի Հանրապետությունը վերցնի եվրոպական խորհրդարանի բանաձևը եւ այդ նույն բառապաշարով խոսի։ Չէ, իրենց ձևով են, ինչպես հիմա ընդունված է ասել, այդ հարցը բարձրացնում, բայց ես թվում, բա կներեք, քանի ամիս առաջ չվերադարձան 4 գերիներ, չէ, եթե չեմ սխալվում։ Դեռևս 19 ունենք Բաքվում։ Հասկանալի է, բայց քանիսը չունենք։ Բայց այդ հարցերը չբարձրացվեին։ Դուք հիմա ես հիմա չեմ ասում, չունենք, բայց դուք ասում եք, արդյոք այդ հարցը քննարկվում է։ Ես ասում եմ, բայց դա չի քննարկվում։ Բա այն 100 քանիսը ո՞նց են վերադարձել կոնկրետ թիվը մի քանի խումբ է եղել, բանի ուրեմն Գյումրեցի մեր տղաները առանձին ջոկատով էին, չէ, հետո առանձին ուրեմն մի քանի խումբ վերադարձավ, թիվը 89 մոտ էր, եթե չեմ սխալվում, բայց ո՞նց, ով է բանակցել այդ հարցերով։ Երրորդ երկիրը բանակցել, Ռուսաստանն է բանակցել այդ հարցերով, Բելարուսն է գնացել բանակցել, ով է բանակցել։ Այս ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հանդիպեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, կրկին Մոսկվայից հայտարարություններ հնչեցին, որ Հայաստանը իր ռազմաքաղաքական ստրատեգիան փոխում է եւ սա ուղիղ մեսիջ է։ Ձեր մեկնաբանությունը։ Հայաստանը առաջին անգամ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հանդիպել։ Ես ուղղակի ուզում հասկանալ, առաջին անգամ է պատմության մեջ։ Բա նախկինները ասում են մեր օրոքելը դա նորություն չի, չզարմացնեք մեզ, ՆԱՏՕ-ով, Եվրամիությամբ եւ ԵԽԽՎ-ով, մենք ենք մտել մտցել Հայաստանը ԵԽԽՎ, մենք ենք ՆԱՏՕ-ի հետ այսինչ թվին, այսինչ զորավարժությունը, բայց դա ինա, բա իրանց գործընկեր, իրանց ասած ռուսամետ ուժերը Հայաստանում ասում են, որ իրանց օրոք է սկսվել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, թե իրանք ուղղակի պետքա չափնել ասեն համագործակցության, դոզանել ասեն, այ կանեք, ասենք այս մի ոլորտում, այսքանը ոչ գերազանցող, չգերազանցող մի հատ համագործակցության մի ինչ-որ բան, համագործակցություն։ Այսինքն ինչ լսեք, մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք, այո, կան ծրագրեր, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ վերջերս մենք զորավարժություն չէ իրականացրեցինք, փորձի փոխանակում ենք անում, իրենք օգնում են մեր սահմանային վերահսկողության կարողությունները ավելացնելու հարցում, խորհրդարանական վերաժողովում կանք, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վերաժողովում պատվիրակություն ունենք, այնտեղ էլ ենք մասնակցում, այսինքն դա նորություն է, այդ ամեն ինչը։ Դրանք, լսեք, դրանք պատրվակներ են։
դրանք պատրվակներ են։ Եթե դրանք լինեին պատճառներ, դրանք կլինեին յունիֆորմ։ Միանման կլինեին բոլորի համար։ Ասենք իրանք կվերցնեին բոլոր են պետությունների ցանկը, ովքեր համագործակցության այսինչ աստիճանը ունեն ՆԱՏՕ-ի երկրների հետ եւ նույն ռեակցիան կտային։ Բա Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ չի։ Անդամ է, ոչ թե գործընկեր, անդամ է ՆԱՏՕ-ի։ Մինչև Թուրքիայի հետ հարաբերություններին հարաբերություններ կառուցում։ Ես կառաջարկեի խոսենք Հայաստան-Ֆրանսիա գործընկերային հարաբերությունների մասին, որի շրջանակում նաև երկու երկրները մի շարք ոլորտներում փաստաթղթեր ստորագրեցին, սկսած արհեստական բանականությունից մինչև ռազմավարական ոլորտում գործակցություն։ Եթե հիշենք նախորդ տարիները, երբ Ֆրանսիան հայամետ դիրքորոշումներ էր հայտնում տարբեր առիթներով եւ հայտնվում նաև Բաքվի սև ցուցակում, արդյոք սա հերթական անգամ առիթ չի լինի, որ Բաքուն սկսի խոսել Հայաստանի ռազմականացման մասին։ Ռազմավարական համագործակցությունը միայն ռազմական համագործակցության մասին չի, նաև ռազմական համագործակցության մասին է, որը արդեն իսկ կա, եւ դա գաղտնիք չի որևէ մեկի համար, եւ այդ բոլոր ուրեմն եւ իդեպ մայիսի 28-ին դրա արդյունքը նաև մեր քաղաքացիները կտեսնեն հանրապետության հրապարակում, բայց ռազմավարական համագործակցությունը շատ ավելի ընդգրկուն է, շատ ավելի լայն է, վերաբերում ընդհանրապես ռազմավարական հարցերում, ապագայի կառուցման ֆունդամենտալ հարցերում համագործակցության մասին դա կարող է վերաբերել եւ չգիտեմ արհեստական բանականությանը վերաբերող ներդրումներին եւ ենթակառուցվածքներում գիտեք որ ուրեմն Բարգուշատի թունելի հետ կապված մենք հեսա արդեն կստորագրենք, եթե դեռ չենք ստորագրել ֆրանսիական կողմի հետ համապատասխան պայմանագիրը, ամենաերկար թունելն է լինելու Հայաստանի լրիվ ժամանակակից չափանիշներին համապատասխան եւ ֆրանսիական կողմն է դա իրականացնելու, այսինքն սա է ռազմավարականը, հյուսիս-հարավի մեր շատ կարևորագույն հատվածն է, գիտեք, Քաջարյանից Սիսիան տանող, ուղիղ գծով Սիսիան տանող Բարգուշատի լեռների տակով։ Այդ հատվածի մասին է խոսքը Եվրոպական միության հետ էլի մենք բազմաթիվ ոլորտներում դրանից մի քիչ ներքևել Եվրոպական միության ուրեմն EIB ու EBRD-ի ֆինանսավորմամբ ենք ճանապարհներ կառուցում։ Իրանական ընկերությունները այնտեղ մի քիչ ներքև աշխատում են, ավելի ներքև դեպի Մեղրի տանող հատվածի վրա Արաքսի հովտում արդեն թրիփն է լինելու ու կներեք ով ուզեց Հայաստանում ռազմավարական նշանակության ներդրում անի մենք էլ չթողեցինք այսինքն Ռուսաստանը ուզեց մենք էլ մերժեցինք Ռուսաստանն ուզեցավ երասխի երկաթգիծը վերականգնի մենք ասցինք չէ մի վերականգնի կամ Գյումրի Ախուրիկ ուրեմն Հայաստանի սահման հատված ուզեցավ վերականգնի մենք ասինք մի վերականգնի ուզեցավ Իջևանի հատվածը վերականգնի Ղազախստանով մենք ասեցինք մի վերականգնի ուզեցան արդիականացնեն այդ ուրեմն ռելսերը մյուսները շարժակազմը մենք ասեցինք չէ մի արա թող մնա 47 կիլոմետր ժամ միջին արագությամբ մենք չենք ուզում 87 կիլոմետր ժամ հանկարծ չարագացնես ընթացքը իրանք են իրենց բերանով ասում որ դրանից ավել նպատակահարմար չի, մրցունակ չի, այդ ներդրումները իրանց չեն արդարացնելու, յետգնելիությունը երկար է տևելու, իրանք չովերչուկո, կա 10-ին տված հարցազրույցում մի ժամ բացատրում է, որ դա մրցակից է ռուսական երկաթուղիների հետ, եթե նա անենք բա ռուսականը ինչ պետք է անի, ուղիղ չէ, բայց միտքը սա էր։ Ես ինչ կարող եմ ասել, Հայաստանի Հանրապետությունը իր շահերի հետևից է գնում։ Հայաստանը նաև Թուրքիայի փոխնախագահի այցի շրջանակում ստորագրեց համագործակցության հուշագիր, ըստ որի անի պատմական կամուրջը պետք է վերականգնվի։ Սա տուրիստական առումով կարծում եմ երկու երկրի համար էլ շատ կարևոր ազդակ կարող է լինել։ Բայց հետաքրքիր է իմանալ, օրինակ կամուրջի մի մասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, մի մասը գտնվում է Թուրքիայի, այսինքն գետը սահմանաբաժան է։ Այո։ Սա քննարկումներում ինչպես ենք ներկայացնում, այս կամուրջը ում է պատկանում Հայաստանին թե Թուրքիային։ Ոնց որոշենք կամուրջում հստակ եթե սահմանը գետով է, ուրեմն այդ նույն առանցքով, չէ՞, ոնց է պետական սահմանի մասին։ Օրենք կա ընդհանրապես սահմանները որոշելու ձև կա ուղիղ գծով սահմանից բարձրանում է վերև, մինչև քանի կիլոմետր բարձրությամբ, հետո օդային տարածքն է գալիս այդ պետության։ Հիմա ես չգիտեմ կոնկրետ այդ կամուրջի ապագա կամուրջի քանի մետրն է այս կողմում եւ քանի մետրն է այն կողմում, բայց ակնհայտ է, որ մի մասը կլինի այս կողմում, այսինքն կամուրջի վրա կլինի մեր պետական սահմանագիծը, ինչպես որ օրինակ Վրաստանում դեբետ, Վրաստանի հետ սահմանի վրա դեբետ, գետի հենց ջրի, հենց ջուրն է ինքը ջրի վրա է գտնվում,
Սահմանագիծը այլ հարց, որ սահմանային անցակետը մեկին հո ջրի վրա անցակետ չէին դնի կամ հենց կամուրջի վրա, մեկինը մի ասենք 100 մետր էս կողմն է, այն մյուսներին 100 մետր այն կողմն է, այդտեղ ինչ-որ Իսկ օրինակ հետաքրքիր է իմանալ որպես մշակութային ժառանգություն, օրինակ թուրքական կողմը դա ընդունում է որպես հայկական մշակութային ժառանգություն, որ այսօր մի մասը Թուրքիայի տարածքում։ Ես չեմ կարող ասել այդ հարցերը ընդհանրապես քննարկվել են թե չէ, բայց եկեղեցին այդ կան, չէ՞, այդտեղ Վանի եկեղեցին կարծեմ Աղթամարի էլի, Վանում Աղթամարի վերակառուցվեց էլ, չէ՞, վերջ մի որպես թանգարան։ Չէ, հասկանում եմ, բայց գրված է վրան, որ հայկական հայ առաքելական եկեղեցի չեմ էլ կարծում, որ դա այս փուլում ինչ-որ քննարկման առարկա դարձած լինի, մենք դրա մասին չենք խոսում։ Կա կամուրջ եւ այդ կամուրջը պետքա վերականգնել։ Հիմա ինչ կարող եմ ասել, ուզում եք ասել, թե ինչ ցուցանակ է այնտեղ դրված լինելու, դա էլ երևի թե հաջորդ փուլում արդեն կքննարկվի, դա էլ կհայտնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։